Ջրիփակ շրջանառու համակարգի ավազանները, որտեղ մանրաձկները աճեցվում են եւ այստեղից արդեն աճեցված մանրաձկները տեղափոխվում են ավելի բնական ջրի մեջ, որտեղ կան առանձնացված ավազաններ, հարմարեցվում են որոշակի ժամանակահատված բնական պայմաններին եւ այնտեղից արդեն նոր բաց են թողնում Սևանա լճի էկոհամակարգ։ 2026-ի առաջին կիսամյակում Սևան է բաց թողնվել իշխան ձկան գեղարքունի ենթատեսակի մոտ 100,000, ամառային 20,000 մանրաձուկ։ Սևանի իշխան ընկերության տնօրենը ներկայացնում է ձկան բնական պաշարների վերականգնման ամբողջ շղթան, որը իրականացվում է վերջին սերունդի սարքավորումներով հագեցած իշխանի մանրաձկան գործարանում։ Նախնական կերակրման տեղամասի մոտ ենք մենք, այստեղ մանրաձկները աճեցնում ենք մինչև 5 գրամ, որից հետո տեղափոխվում է հաջորդ տեղամաս, բտման տեղամաս, որտեղ աճեցվում է մինչև 50 գրամ։ Երկար աշխատանքից հետո ընկերությունում հանգիստ շունչ են քաշում։ Իշխանի գեղարքունի եւ ամառային տեսակների ոչնչացման ռիսկ այս պահին գրեթե չկա։ Մանրաձկան բաց թողնման աշխատանքները սկսվել են 2016-ին, երբ արդեն կորսված էին Սևանի իշխանի 4 ենթատեսակից 2-ը՝ Բոջակն ու Ձմեռային իշխանը, մյուս 2-ն էլ վտանգված էին։ Ունենք անպատասխան քանակությամբ մայրական կազմ 2 ենթատեսակների, որոնք էլ հնարավորություն են տալիս այս տեսակի մանրաձուկ ստանալ եւ պաշարի վերականգնման նպատակով բաց թողնել Սևանա լճի էկոհամակարգ։ Վերջին 10 տարում Սևանա լիճ է բաց թողնվել մոտ 2.5 միլիոն հատ մանրաձուկ, մեծ մասամբ գեղարքունի ենթատեսակի, քանի որ ամառայինն ավելի վատ վիճակում էր գտնվում։ Հիմա փորձում են ավելացնել նաեւ այդ ենթատեսակի մայրական կազմը, ավելացնելու նաեւ լիճ բաց թողնվող ձկան այդ տեսակի քանակը։ Գիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Սևանա լճում կա մոտ 140 տոննա իշխանի կենսապաշար։ Սա դրական տեսանելի արդյունք է, բայց ըստ Վարդանյանի Սևանի էկոհամակարգի համար պաշարը դեռևս փոքր է։ Մեր առաջ դրել ենք խնդիր, որ ոչ միայն առանձնյակների թիվը ավելանա, որ բնական վերարտադրվեն, այլ նաև մենք մեր առաջ ենք դրել խնդիր, որ Սևանա լճում Սևանի իշխանի կենսապաշարը կավելանա, որը նաև կբերի տնտեսական հետևանքների, բացի բնապահպանական հետևանքներից, որը առաջնային են մեր համար։ Տիգրան Վարդանյանի խոսքով Սևանի իշխանի մանրաձկան գործարանում եւ ցանցաբանդակային տնտեսությունում պահվող մայրական կազմը գենետիկորեն մաքուր գեղարքունի եւ ամառային ենթատեսակին պատկանող Սևանի իշխանի ձկներն են, որոնցից է ստացվում է մանրաձուկը Սևանի էկոհամակարգ բաց թողնելու նպատակով։ Գնում ենք այն ավազանի մոտ, որտեղ պատրաստված մանրաձկներն են բաց թողման համար։ Այդ մանրաձկները 1 տարեկան են արդեն, բավական Ինչքան են կշռում չափերով, մոտավորապես կարող եմ ասել շուրջ 15 գրամ միջին զանգված է։ Անպայման նայում ենք Սևանա լճում ջրի ջերմաստիճանը բաց թողնման եւ ջրի ջերմաստիճանը ավազանում, որովհետեւ այնտեղ գոյություն ունի ձկների մոտ ջերմային շոկ երևույթ է, որովհետեւ ջերմաստիճանը հավասարեցված լինի համեմատաբար, մաքսիմում տարբերությունը կարա լինի թույլատրելի 1-ից 2 աստիճան Ցելսիուս, բայց մենք փորձում ենք դա էլ բերենք 0-ի։ Սևան ազգային պարկի ցամաքային եւ ջրային էկոհամակարգի պահպանության ծրագրերից շրջակա միջավայրի նախարարությունում առանձնացնում են Սևան ազգային պարկի կառավարման նոր պլանի մշակումը։ Դրա շրջանակում իրականացվող միջոցառումների նպատակն է Սևանի կենդանական եւ բուսական աշխարհի պահպանությունը։ Թե կառավարման պլանի եւ թե օրենսդրական մեր փոփոխությունները, որ հիմա ձեռնարկել ենք, հիմնականում միտված են կենդանական եւ բուսական աշխարհի թե պահպանությանը, թե պաշտպանությանը, թե կայուն օգտագործմանը եւ թե վերարտադրությանը։ Եւ հենց այդ վերարտադրության շրջանակներում է նաեւ իրականացում Սևանի իշխանի էնդեմիկ մեր ձկնատեսակի վերաբնակեցումը Սևանա լճում, որը հանդիսանում է սննդային շղթայի մի մաս, եւ որպեսզի էկոհամակարգը եւ ջրային պաշարը իրենց բնական միջավայրում պահպանվեն, պետք է պահպանվեն, առաջնահերթ պետք է պահպանել հենց սննդային շղթայի յուրաքանչյուր օղակ։ Էկոլոգիական հնարավոր ռիսկեր միշտ էլ կան։ Նշվում է Սևանի աղտոտման հիմնական պատճառը ոչ միայն տնտեսվարողների գործունեությունն է, այլև սնուցող գետերի ջրերի աղտոտումը։ Իրականացում են մի շարք ծրագրեր, թե սնուցող հիմնական գետերի ջրի մաքրման հետ կապված, մաքրման կայանների տեղադրման հետ կապված, իսկ ինչ վերաբերում է հենց Սևան ազգային պարկին, ապա փորձում ենք իրականացնել տնտեսվարող սուբյեկտների շրջանակներում իրազեկման աշխատանքներ, բնահեն լուծումներով գործունեություն իրականացնելու համար, մաքրման կայանների տեղադրման համար։ Շրջակա միջավայրի նախարարությունը իրազեկման աշխատանքներ է իրականացնում Սևանի ափին հանգստի կազմակերպմամբ զբաղվող վարձակալությամբ կառուցապատման իրավունքով գործող տնտեսվարողների շրջանում, կապված կեղտաջրերի կառավարման հետ։ Սևանի այսպես ասած կանաչելու ռիսկը մեծանում է զբոսաշրջային սեզոնին։ Ներկայումս իրականացնում ենք նաև
բնության հատուկ պահպանող տարածքների մասին օրենքում ռեֆորմային փոփոխություն, որը ներկայումս գտնվում է կարելի ասել արդեն ավարտական փուլում։ Հենց օրենքով է կարգավորվում այդ բոլոր գործունեության տեսակները, այդ թվում նաև Սևան ազգային պարկում տնտեսվարող սուբյեկտների հետ կապված իրավարարությունները։ Միաժամանակ աշխատանքներ են տարվում Սևանից անհետացած բոջակ եւ ծմերային ենթատեսակների վերականգնման ուղղությամբ։ Տիգրան Վարդանյանի խոսքով այդ նպատակով շփումներ ունեն միջազգային գիտական ընկերությունների, գենետիկայի մասնագետների հետ։ Նշмарվող հնարավորությունները այս պահին ցածր են գնահատվում։ Ամեն դեպքում այդ փորձերը անում ենք, հնարավորինս եթե տեսքով, այսպես ասած, նման են լինում ձմեռայինի կամ բոջակի առանձնյակների, առանձնացնում ենք դրանցից առանձին խմբաքանակներ ենք ստեղծում, ստանում ենք մանրաձկներ ու ընթացքում էլ հիմա կփորձենք արդեն գենետիկական որոշակի ուսումնասիրություններ անելով հասկանալ կա արդյոք այդ գենը, որ մենք վիզուալ կարող ենք առանձնացնել։ Սևանի բեղաձուկ եւ կողակ էնդեմիկ տեսակների հետ կապված եւս կան խնդիրներ, դրանց pašարների վերականգնումը եւս օրակարգում է։ Սկսել են հավաքել բեղաձկան մայրական կազմը։ Առաջիկայում կմշակեն վերարտադրության տեխնոլոգիան։ Կողակի մասով կան արդյունքներ։ 2018-ից աշխատելով 2025-ին արդեն ստացվել են կողակի մանրածկները։ Այս տարի արդեն մեր առաջ դրել ենք ավելի մեծ նշաձող կողակի մանրածկան ստացման մասով, որ պետք է ստանանք շուրջ 200-ից 300,000 մանրաձուկ, որը պիտի բաց թողնվի 2027-2028 թվականներին արդեն Սևանա լճի էկոհամակարգ առաջի անգամ կիրականացվի այդ գործընթացը։ Իրանց աճի տեմպը շատ դանդաղ է ու դա շատ բնական գործընթաց է, որովհետև վայրի բնության մեջ էլ մոտավորապես այսպես տեղի ունենում։ Շարունակաբար քանակները ավելացնելով փորձելու ենք տեսակը վերականգնել Սևանա լճում, բերելով էլի նորից այն վիճակին, որ ժամանակին եղել է։ Վարդանյանը կարևոր է համարում նաև Հայաստանում արժեքավոր ձկնատեսակների վերականգնման ծրագիրը։ Լեռնային գետերում նվազել են կարմրախայտի pašարները, դրա վերականգնումը եւս կունենա թե բնապահպանական, թե տնտեսական նշանակություն։ Սևանում ոչ էնդեմիկ համարվող սիկի մասով եւս կան ծրագրեր։ Գիտական հիմնավորումների հիման վրա բաց թողնվի նաև Հայաստանի Հանրապետությունում այլ ջրային էկոհամակարգեր, զուտ դա ունի, այսպես ասած, նպատակ տնտեսական զարգացման, որ տվյալ համայնքներում նույնպես այդ ձկնատեսակը լինի։ Սևանում նկատվող էկոլոգիական որոշակյան հավասարակշռությունը ըստ Վարդանյանի կապված է լճի բուսական եւ կենդանական օրգանիզմների հետ, որոնց մի մասի ավելացումն ու նվազումը կարող է հանգեցնել նման շեղումների, իսկ կարգավորումը պահանջում է մեծ ջանքեր ու ժամանակ։ Գործընթացներից մեկը Սևանի իշխանի կողակի վերականգնումն է։ Սա մեր ինկուբատորի տեղամասն է, կոնկրետ ինկուբատորներն են, որտեղ գտնվում է այս տարի արդեն բեղմնավորված եւ ինկուբացիայի գործընթացում գտնվող ամառայինի ձկնկիթը 40-ից 50 օր է տևում իր այդ հասունացման, այսպես ասած, ինկուբացիայի գործընթացը։ Առաջին փուլում մենք իրան ամեն օր չենք մաքրում ենք 4 օր մեկ, որ արդեն սկսում է աշտան, նոր իրան մաքրում ենք ամեն օր։ Սևանի պահպանության պատասխանատվությունը նաև դրված է ջրային պարեկների վրա, ուժեղացված է հսկողությունը հատկապես ձկնորսության արգելքի ժամանակ։ Մեր ներկայությունն ինքը կանխարգելիչ բնույթ ունի նաև քաղաքացիների համար, նույն հետիոտնծառայությունը շրջիկ։ Այս պահին որսի արգելքի ժամանակահատված չէ, նաև ակտիվ հանգստի ժամանակահատված էլ չէ։ Որսի արգելման ժամանակահատվածում ունենք ապօրինի որսի, ձկան տեղափոխման, ձկան վաճառքի հայտնաբերման դեպքեր ամբողջ տարվա կտրվածքով։ Ընկերությունում փորձում են Սևանի իշխանի pašարը հասցնել այնպիսի քանակի, որ ձևավորվի բնական մայրական կազմ եւ տեղի ունենա բնական վերարտադրություն։ Մայա Խաչատրյան, Արման Թովմասյան, Դավիթ Մաչկալյան, Մուշեղ Մանվելյան, Կիրակնորյա լուրեր։